Էլինեն հիշում ես չէ, հագուստ ընտանիքից է։ Իհարկե հիշում եմ, դրա համար էլ հետո ամուսնացար։ Լավ էլ Իզաբել։ Ինչ, գոնե ինքդ քեզ մի խափի։ Վերջը, իրա ունեցածը ակտիվներ էին, որ ինքը կտակեց Դավիթին։ Հա, գիտեմ, հետո։ Իսկ այ Մերինեի հոր մեռնելուց հետո լիքը քեշ փողեր մնացին, որի մասին Դավիթը չգիտի։ Հիմա հասկացա, որտեղից այդ քեշ փողը, որը պապան չունի, բայց տեղը գիտի։ Ապրես։ Ես յան իհարկե տվեցի իմ բաժնի մասերից, իսկ այդ փողերից, քեշ փողերից, մի քիչ վերցրեցի, որ ներդրում անեմ իրա անունից։ Եվ հիմա խնդիրը որն է, որ ինքը չգիտի, որ այդքան փող ունի։ Այ ապրես դու, հիմա ելեկել պայմանագիր է ուզում։ Սի դու հասկանում ես, եթե ես իրան տամ այդ պայմանագիրը, ինքը կհասկանա, որ ես իրան ոչինչով չեմ օգնել, որ ինքը այդ ամեն ինչը իրա փողերով է արել, ու ամենակարևորը Իզաբել կհասկանա, որ շատ մեծ գումարի տեր է։ Ինչի քեզ քո ունեցվածքը բավարար չի։ Լավ է, փողը երբեք շատ չի լինում, ու հետո, եթե ես դավոյն փող տամ, շատ հետաքրքիր է, ես ինչով եմ ապրելու, հա։ Քո ունեցվածքով բավարարվի։ Չեմ կարա Իզաբել այդ մեծ փողերի համը մնացել է բերանս, ես առանց դրա արդեն չեմ կարա ապրել, հասկանում ես։ Դավիթ, թող, Դավիթ։ Բացի դուրը։ Բացի դուրը։ Բացի ասում եմ պիտի խոսենք։ Չես լսում ասում եմ բաց դուրը։ Խոսենք երբ հանգստանաս գնա։ Կներես լուսես։ Ուղղակի ուզում էի խոսենք։ Բաց դուրը հանգիստ խոսենք խնդրում եմ։ Ուրիշ բան չի լինի։ Լուսես։ Ես չեմ ուզում քո հետ խոսամ, հանգիստ թող ինձ։ Կներես։ Իսկ ես 4 անգամ եմ սիրահարվել։ Առաջինը մանկապարտեզում։ Այնքան սիրում տղա էր, այնքան շատ։ Միջոցառումների ժամանակ իրար հետ էինք պարում, բայց անունը չեմ հիշում։ Երկրորդը սիրահարվել եմ դասարանցուս։ Իրար հետ նույն նստարանին էինք նստում։ Այ իր անունը հիշում եմ, Նիկիտա։ Էդ էլ երևի առաջի դասարանում, հա։ Չէ, երկրորդ։ Ու տևեց մինչև 5-րդ դասարան։ Երրորդը թատերական խմբակ էի գնում։ Ղեկավարում էր գիտիսի վերջին կուրսի ուսանող Իվանը։ Դա էլ երևի քանի դար գնում էիր խմբակ, հա։ Խմբակ գնացել եմ 1 ամիս։ Բա չորրորդը։ Չորրորդը հորս գործընկերն էր։ Հորիցս 10 տարի էր փոքր։ Ամուսնացած չէր։ Չնայած ինչ գիտեմ, կարող է եւ ամուսնացած էր։ Այնքան ցավոտ է, երբ հասկանում ես, որ քեզ չեն սիրել։ Ուղղակի օգտագործել են ինչ-որ բանի հասնելու համար։ Բայց ես շուտ հասկացա ու փախա։ Իրա պատճառով ես եկել Հայաստան։ Դավ։
պատկերացնի ոնց ուրախացա, որ զանգեցիր։ Լսի, բայց հաստատ քնած չէիր։ Վերնատուն տեսակ էր։ Չէ, կինո էի նայում։ Ամեն ինչ նորմալ է, բան չասացիր։ Հա, ամեն ինչ լավ է։ Շատ ուրախացա դավ։ Հա, բայց մեկը արդար չի։ Քո կյանքի միական արդար բանն է, Վիկ։ Չէ։ Բայց ես չեմ ուզում ամեն փոքր բանի համար այդքան պայքարեմ։ Ես էլ։ Բայց ոնց որ մամաս է ասում, այն ինչ քո կյանքում ուզում ես, պետք է ինքդ պատրաստես։ Մամա։ Լավ էլի։ Դե լավ, Վիկ, քեզնից լավով պետք է իմանա քեզ ինչ տիպին կերա պետք, որ մի հատ է պատրաստի ու տա քեզ։ Դե հա։ Բայց մեկը տխուր է։ Լավ, դե Վիկ, այս անգամ թողած երկուսով նկարվենք, հետո արդեն առանձին էլ կթողի։ Հա։ Դե եթե տենց լինի, համաձայն եմ։ Դե համաձայնեցի, բայց այնպես չի որ սրտովս է։ Դե տանցի։ Անայսը ճիշտ էր ասում։ Հիմա ջահել են ուրախանում են։ Հեսա սովոր եք, ավարտեք։ Ամուսնանալու եք, այդ աղջիկը ժամանակ չի ունենալու։ Լավն է, Սելի։ Պաստորն ես պիտի 4 տարի սպասեմ իրան, ինչա ինքը վիդեո է անում։ Դե այս տարին համարի պրծավ։ Գնացիրեք։ Լավ էլի։ Ապեր լավ, դու ինձ հլը ուրիշ բան ասա։ Այդ փողը որտեղից էիր ճարել։ Բան եմ ասում, բայց պանիկա չանես։ Այս ձգձգելը տա արդեն դուրս չի գալիս։ Հեռախոսով եմ խաղացել։ Գժվել ես դու։ Ոնց խաղացել եմ։ Ալա մի բարդացրա, փողեր պետք խաղացել եմ, անցավ գնաց։ Փող հայել պետք ալնելու։ Դու վստահ ես, որ անցավ գնաց։ Ապեր ասում եմ փողեր պետք, դրա համար խաղացել եմ, վերջ։ Փողապետ գնա գործարի աշխատի։ Հա պետք է խաղաս։ Մի բարդացրա։ Ապեր նայի։ 1-2 խրվելու ես։ Հիմա քո կյանքում վիկան կա։ Ու քեզ հա փողա պետք լնելու։ Հոանաթա չես խաղալու։ Էլ չեմ խաղա ապեր։ Հա գործ եմ ման գալիս, այնպես չի որ պարապեմ։ Տենանք։ Բարև Սրափեջին։ Այդ այս ու կուրը։ Այս թղթերին էի սպասում։ Յա, անուններն ես իմացել։ Անուններ չի, անունա։ Այդ 5 տունն էլ մի օքի է առել։ Հա, ոնց հասկանում եմ, շինարական կազմակերպություն է։ Փող աշխատող կազմակերպություն է, էլի, հասկացել է, որ այդ տները ամեն դեպքում առնելու ես, հետո վրեք թանկով կծախի։ Չհասկացա Վարդան, ես ճիշտ է։ Այսինքն սաղ տները Անդրանիկյան Սաթենի ընկերությունն է առել։ Հա, ճիշտ է, բա ի՞նչ է։ Սրափյան ճիշտ եմ, չի հասկացել, որ փող աշխատող կազմակերպություն է։ Սրափյան։ Սրափյան։ Հանդիպել է պետք կուրես։ Արեգի նման տղաները հիմա ցավոք շատ քիչ են։ Առաջարկեց քայլենք ու չգիտեր ոնց ասել, որ սիրահարված չի ինձ։ Դե որ հետո ինձ ված չզգամ։ Դե հիմա գուցե, բայց հետո ով գիտի ինչ կլինի։ Տես օրինակ դու ցանկություն չէիր ունենա գործնական հարաբերություններից անցնել օրինակ ասենք անձնականի, չէ լուրջ եմ ասում, դեմ կլինես։ Դե Արեգը շատ լավ տղա է, բայց չեմ մտածել այդ մասին։ Իսկ դու մտածի։ Ճիշտ է Արեգի վերքը թարմը, դժվար է, կարծում եմ հիմա իր կողքին ինքը այլ աղջիկ, դժվար թե պատկերացնի, բայց դա ժամանակի հարց է, հենց որ դու մտածի և չմոռանաս, որ ամեն ինչ կնոջ ձեռքերում է։
Այս քեզ համար եմ բերել աշխեն։ Հարիսը եփել ես քո բաժինն, անդր միրգ կա, բա եւ այլն։ Ես ձեզ կճանապարհեմ։ Արամն էլ է չէ գնացել։ Վայ հա, ասեցի մենակ եմ տանը, ինչ ա եղել։ Էս ի՞նչ ա գույնդ։ Մամ, որ papan գա, չասասելի որ այստեղ եմ։ Այսինքն չհասկացա։ Ոչ էլ Արամին ու ոչ էլ ինչ-որ մեկին մամ լսում ես։ Լուսե մի հատ ինձ նայ, ինչ ա եղել։ Մամ, հետո էլի ուզում եմ քնեմ։ Այսինքն քնես։ Եկել ես այստեղ որ քնես։ Լուսե ինչ ա եղել, մի բառ ասա։ Դավիթը ուր ա, հոչեք վիճել։ Մամ, ոչ մի հարց հիմա մի տուր էլի։ Լուսե ջան, ո՞նց կարամ հարց չտամ, եթե դու այս վիճակում ես։ Մամ, չես հասկանում, ասում հետո կխոսանք։ Բայց Լուսե, Մամ, վերջ, ոչ մի հարց մի տուր։ Լուսե, սպասի։ Մամ, կարտնանամ կխոսենք ու ոչ մեկին չասես որ այստեղ եմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խնդրեմ ձեր պատվերը։ Բագինին։ Ձեր պատվերը մի քսեթ է, որի հետ տալիս ենք նվեր տեմպուրը։ Շնորհակալ եմ շատ։ Խնդրեմ։ Ես էլ քեզ էի խնդրում։ Գիտեի որ աշխատանք ես գնալու, արագ պատվիրեցի։ Քո սիրած մի քսեթ է։ Հավատս չի գալիս։ Շուշուտ նայում եմ, որ հավատամ։ Երեք չուզեցիր խոսենք։ Այսօր էլ հարցեր չտամ։ Հայ ապրես, հարցեր մի տուր։ Լավ, ոնց ասես։ Լսի, բայց շատ լավ ես արել, որ պատվիրել ես։ Կերան որ հասկացա, որ սոված եմ։ Ես իմ երբեի նորմալ բան կերել։ Բայց շատ կուզեի ասեիր, ոնց եղավ, որ եկար ու մնացիր։ Հարցեր չեմ տալիս։ Ու ավելի լավա կեր, ես էլ հեսա գնալու եմ։ Այսքան շուտ։ Դե հանդիպում ունեմ։ Լուսե ջան, կներես, բայց պետք է իմանամ, թե ինչ ա եղել։ Մամ, կլինի քնեմ հանգստանամ հետո։ Դե ուրեմն ես հիմա Դավիթին կզանգեմ, որ հասկանամ, թե ինչ ա եղել։ Դիտմամբ ես անում։ Մամ, ուզում եմ ընդհանրապես քնեմ հանգստանամ, դժվար է, չես հասկանում։ Ախր ես ուզում եմ իմանամ ինչ ա եղել։ Քո վրա նայել չի լինում։ Մամ, չի եղել ոչ մի բան, հիմա կարամ քնեմ։ Կարաս։ Դե դուրս արի դուրը փակի։ Լսի, ինձ իրա ով լինելը չի հետաքրքրում։ Դու իսկապես չես հասկանում ինչա կատարվում։ Չէ, ես ուրիշ բան չեմ հասկանում։ Մեր նախագիծն ավարտվում էր արտադրամասով։
Հիմա դու մի թևն առել ես երիքչի, կռիվ ես տալիս մյուս թևի համար։ Դա ի՞նչ է նշանակում, Սուրեն։ Մենք այսպես չէինք պայմանավորվել։ Եթե ես իմանայի, որ դու նման մտքեր ունես, ես երբեք չէի մտնի սրա տակ։ Յա, ինչի տակ չէիր մտնի։ Հին թաղը ամբողջովին քանդելուն։ Դու ինձ սկզբում նման բան չէիր ասել։ Ասել էիր ընդամենը արտադրամասը։ Իսկ հիմա ինչ է ստացվում։ Հերթով առնում ես բոլոր տները, որպեսզի ամբողջ թաղը քանդես։ Սի շատ հետաքրքիր մարդ ես, գիտես, դու լավ եմ արել, չեմ ասել, շատ լավ եմ արել, որ ասեի դու առաջ չէիր գնա ու այդ հին թաղը մեկ ուրիշը կուլ կտար, բայց ինչի, մեր փորը ծագում, հա? Տնաշեն գոնե, շնորհակալություն հայտնես, մի բան էլ նեղանում ես։ Բա ինչ անեմ, Սուրեն, ես ցանկություն չունեմ հին թաղը քանդելու, իսկ դու ինձ այսպես փաստի առաջ ես կանգնեցնում։ Իսկ այն փաստը, որ դա քեզ փեշով փող ա բերելու, քեզ չի հետաքրքրում։ Չէ, եթե քեզ փող պետք չի, տուր ինձ, ես լիքը ծախսելու տեղ ունեմ։ Բայց ամենակարևորը արգամ, արի դու թեման մի շեղի, հա։ Ես այդ սաթենի քթերից եմ բերելու։ Իսկ դու չհամարձակվես իմ ճամփին կանգնես, եղավ։ Իսկ այդ երբ է եղել։ Լավ եղբայր, հասկացա։ Զատ, սրանից հետո տնից դուրս գալուց մենակ իմ հետ։ Նոր ասացին, որ հետաքրքրվում են մեր թաղի ձախ թևից, թե ով է սեփականատերը։ Ու դու հասկանում ես, չէ՞, թե ով է հետաքրքրվում։ Դե պարզ չի, որ Սրապյանը։ Պարզ է, ու պարզ է, չէ՞ իրա ձեռագիրը նաև։ Արիկ ջան, ասենք այդ Սրապյանը ինչ պիտի անի ինձ հետ, է։ Սատ, ես չեմ էլ ուզում դրա մասին մտածամ։ Ուղղակի քեզ խնդրում եմ, սրանից հետո մենակ իրար հետ ենք դուրս գալիս տնից։ Լավ։ Այսինքն տաքսիով էլ չեմ կարող գնալ։ Չէ, Սատ, տեղ ունես գնալու այսօր։ Չէ, չունեմ, ոչ մի տեղ չունեմ գնալու։ Դե հենց տեղ ուզենաս գնաս, զանգում ես, գալիս եմ տանում եմ, պայմանավորվեցինք։ Արիկ ջան։ Սատ վերջել չի քննարկվում։ Անցնում էի կողքով, ասեցի մտնեմ տեսնեմ ոնց ես։ Համեցեք, սուրճ թե ինչ կուզեք։ Ոնց որ երջանիկ ես, հա։ Շատ։ Դե պատմի տեսնեմ, ինչ լավ բան է եղել քեզ հետ։ Դավիթն էր երեք եկել։ Շատ անսպասելի էր, ոչ զանգել էր, ոչ զգուշացրել։ Հետո։ Դե մնացել է իմ տանը գիշերը։ Ուզում եմ ձեր տուն գամ։ Մենակ չասեք էլի տունը չեք։ Չէ, ես Լուսային չեմ զանգել։ Ես միշտ էլ քեզ եմ զանգում։ Չէ, չեմ նեղանում։ Բայց էլ չեմ զանգելու։ Եթե հարմար լինի, կասես կգամ։ Եղավ։ Լավ։ Մեկա, ես դեմ եմ։ Էլի դու քոնն ես առաջ տանում, ասեցի, չէ։
Մի հատ կարեք դանդաղ խոսակ մարդ բան հասկանա։ Ես տուն եմ գնում։ Վիկա, սպասի։ Վիկա, սպասի։ Հավես շուր է։ Ասեցի կանգնի։ Վիկա։ Քոմոդ նորմալ է սաղ։ Հա։ Դա ո՞ն էի զանգել, ուզում էի գնա իրանց տուն, ընել ոչ ինքը, ոչ քուրը տունը չէին։ Դու գնացել ես։ Ուր։ Քրոջ տուն։ Չէ, դա չեմ հարմարացել։ Լուսեն օֆիս չի իջնում։ Իմ կարծիքով իրար հետ են ինչ-որտեղ գնացել։ Չէ, ես դա ոյ ասածից տենց չհասկացա։ Դու չես ուզում գնաս։ Ուզում եմ, բայց դա չեմ հարմարացնում։ Ուզում ես, որ գնալու լինեմ, քեզ ասեմ, եթե հարմար լինի, գաս։ Տեսնենք։ Բարև ձեզ։ Բարև։ Կներեք, որ առանց զանգելու եմ եկել։ Այստեղ ա Լուսեն։ Այսինքն դուք իրարից տեղյակ չեք։ Զանգում եմ հեռախոսն անջատած։ Դավիթ, բան չունես ինձ ասելու։ Կարող եմ Լուսեի հետ խոսել։ Լուսեն քնած է։ Վաղուց։ Ես չեմ հասկանում։ Դուք նույն տնից չեք։ Այնպիսի տպավորություն է, որ դու Լուսեից ընդհանրապես տեղյակ չես։ Խնդրում եմ էլ իմ հարցին կպատասխանեք, վաղուցա քնած երբ կարտնանա։ Դե ես չգիտեմ Լուսեն երբ կարտնանա ու չեմ էլ պատրաստվում իրան արթնացնել։ Չես ուզում ասես ինչ ա եղել։ Երեխայիս դեմքին գույն չկար։ Հանգիստ եղեք, ոչ մի վատ բան չի եղել։ Բա այդ դեպքում ինչի էր այդ վիճակում։ Լավ, ես գնամ։ Խնդրում եմ, որ Լուսեն արթնանա, ասեք թող զանգի։ Դուրս ես գալիս, որ հարցերից չպատասխանես։ Կարող ենք խոսել։ Ու եթե կարելի է առանցին։ Ինչ է նշանակում Սաթենի քթից բերելու ես։ Իա, սիրտը ցավում է, հա։ Այս ես այնքան ոչ մի ներում բեկում չի լինելու։ Ոնց առել է այդ տները, տենց էլ հետ կտա։ Այդ հին թաղը իմն է լինելու, արգամբ իմը, այս տղունը։ Ու ոնց ես անելու, որ այդ տները հետ տա։ Ես սկզբից կառաջարկեմ, ու եթե այդքան խելք ունենա, կհամաձայնվի։ Իզուր հույսեր մի փայփայիր։ Եթե Սաթենն առել է այդ տները, ուրեմն էլ ոչ մեկին հետ չի տա։ Այդ քեզ ա թվում, արգամ ջան, սուսպուս հետ կտա, էիրա կամքով հետ չտա, կստիպեմ։ Ոնց է ստիպելու։ Այ տնաշեն, այնքան ձևեր կա, հերթով կփորձեմ։ Իսկ դու, եթե չես զում, որ հերթը դրան հասնի, այդ գնա հետը խոսա, բացատրի էլի, որ դիմադրելը անիմաստ է։ Ես ոչ մի բան չեմ պատրաստվում բացատրել։ Իսկ քեզ 1000 անգամ ասել եմ։ Իզուր փորձեր մի արա, ինձ Սաթենի դեմ մի անիր։ Այդ քեզ ա թվում, արգամ, ու դու վերջում ստիպված ես լինելու ընտրություն անել։ Չիրեմ, քո հետ, թե առանց քեզ, ես մեկ այն ուզածին հասնելու եմ, բայց հանկարծ իմ կողքը չեղար ու դեմս դուրս եկար, կներես, ինձ արդեն ընտրություն չես թողնում։ Մտածի արգամ, մտածի,
Պապը ամեն անգամ փլավ չի ուտում արկամ։ Բայց առավոտը ոնց որ թե համոզել էի, չգիտեմ ինչ են։ Դե Արտուրի սրտով չէր, երևի ասել է։ Երևի Արթուրը վստահ չի, դրա համար էլ չի թողում։ Ինչ ես մտածում։ Իմ մտածել ինչ կապ ունի։ Ես ինձ անձնականին ընդհանրապես չեմ խառնում։ Հիշում ես, որ ասում էր դու դեմ չես լինի։ Իրոք դեմ չես լինի, թե Վիկայի համար ասացիր։ Համեն։ Անահիս։ Ես քեզ ասում տուն կտանեմ, դու ասում ես Անահիս։ Չեմ ուզում քո հետ, ես Անահիսի հետ կգնամ։ Վիկա սպասի։ Անահիս գալիս ես, թե ես գնամ։ Հա գալիս եմ։ Հաջողություն։ Հարի։ Հաջողություն։ Բակա։ Հետո իմաստը ո՞րն էր։ Ապեր ուզում ես ասես, որ իմ կարծիքը իր համար մեկ է։ Իր համար կարևոր է, ապեր։ Բայց իր համար համել կարևոր է, որ իր կարծիքը քո համար կարևոր է լինի։ Այսինքն ուզում ես ասես, որ ես իր կարծիքը ընդհանրապես հաշվի չեմ առնում։ Գնանք ապեր։ Արի։ Փաստորեն ամբողջ գիշեր քեզ մոտ է, հա եղել։ Հա, առավոտյան նոր գնացել է։ Երջանիկ ես։ Շատ։ Իսկ ինչ որ բան խոսել եք, ինչ էր ասում ինչ։ Չէ, չենք խոսալ ու չէ ուզում որ խոսի։ Դե նկատի ունեմ ինչ որ խնդիր էր եղել, որ եկել էր գուցե կնոջ հետ էր վիճել։ Նեղված էր, ես էլ մտածեցի վիճել են։ Դե որ մենք վիճում էինք, նույն ձև էր լինում, փակվում էր ու ոչ մի բանի մասին չէր ուզում խոսեր։ Բայց դուք նորմալ եք, չէ՞ բաժանվել։ Լսի, կարող եմ քեզ մի բան խնդրել։ Ուզում եմ, որ եթե հնարավոր է դու ինձ ասես մյուս անգամ, երբ որ ինքը կգա։ Դե գիտես, ես իհարկե նախատեսել էի, որ այդ ամուսնությունը երկար չի տևի, բայց որ ամեն ինչ սենց արագ կընթանա, չէի սպասում։ Դու ուզում եմ հասկանամ ինչ է կատարվում։ Կարող եմ քեզ վրա հույս դնել։ Հա, իհարկե։ Ինչ ես ուզում խոսաս։ Ուզում եմ խնդրեմ, որ տուն գնանք։ Հա, ապեր, ինչ եղավ։ Սենց չեմ կարում, ապեր։ Հենց կրվում եմ Վիկայի հետ, կյանքը թթվում է վրես։ Հա դու էլ մի կրվի։ Ուսասել տես մոտ մեծ բան լիներ։ Ապեր, երբ որ մարդիկ ընկերություն են անում, ընկերոջ կարծիքը հաշվի են առնում, իսկ ինքը մենակ իր էշն է քշում։ Ապեր մենակ ինքը չէ, դու էլ։ Մի խոսքով ես գնում եմ իրանց թաղ։ Հայլի գնա, բայց նույնը չսկսես։ Ես չեմ սկսում, եթե ինքն էլ չսկսի։ Ապեր մի խոսքով դուք անհույս եք։ Որտես կոն լուրջ բաներից խոսայիք էլի։ Օրինակ ինչից խոսանք, դասերից։ Դնգի առաջ։ Լավը վերցրեցիր։ Մի կրվի հետս, լավ, սպասի, գալիս եմ իր հետ տեղ ենք գնի։ Լավ։ Քո հետ։ Ու պետք չի իրոնիկ ժպտալ։ Դա քեզ էլ է ձեռք տալիս։ Ու ոնց է ինձ ձեռք տալիս։ Ինչ ես ասելու, եթե չգաս։ Ամեն ինչ պատմելու ես։ Պետք եղավ կպատնեմ։ Մորդ գուցե պատմես, իսկ հորդ դու չէիր ուզում, չէ՞, որ նա իմանա, որ Որոշել ես առիթից օգտվես։ Լուսե ես արդեն ներողություն խնդրեցի ու ասացի, որ նման բան չի կրկնվի։ Իսկ ես ինչքանով վստահ լինեմ, որ չի կրկնվի։ Ես ընդհանրապես ուզում էի խոսել։ Ես խոսելու կարիք ունեի։ Իսկ դու դա էլ չուզեցիր անել։
Նման բան էլ չի լինի, բայց մենք կարող ենք գոնե նորմալ մարդկային շփում ունենալ։ Այդքան զզվում ես ինձնից։ Թե ամեն անգամ ինձ նայում ես ու ուրիշին ես հիշում։ Հաստորեն էդ է պատճառը։ Բայց նա էլ արդեն մենակ չի, դու քո աչքերով տեսար։ Մարիամ, Դավիթն ու Լուսեն եկել են։ Ես իջնեմ հորդ տեսնեմ, իսկ դու Կգամ։ Այս երեխեքի մոտ հաստատ մենտալ ինչ։ Լավ հիշիր, երբ մենք էինք ամուսնացել, մեզ այսպես էինք պահում։ Ասեց, որ տանը չեն։ Երկու անգամն է։ Դե ասեց ինքը գործերով դուրսն է, Լուսեն էլ տանը չի։ Դու էլ հաջորդ անգամ Լուսային զանգի։ Լուսե դու Արեգին պետք է մոռանաս։ Քանի դեռ իրան հիշում ես, Դավիթին մոտ չես թողնում։ Ու ինքը դա շատ լավ հասկանում։ Մամ չեմ կարում։ Բա որ Դավիթի հետ չես կրվեի, բա ինչ ես տենց անդրամադիր։ Են պարրավն անգրաշում, ճանտես կտի։ Լավ էլ Իզաբել, ինձ հանգիստ թողելի, գնա։